Չեմ կարծում պետական հեռուստատեսությամբ հյուրերի հրավիրումը իշխանության հաստատմամբ չէ։ Հաղթանակի օրը հատկապես պետք է հրավիրել մարդու հաղթանակի կարևորությունը ընդգծելու համար, բայց որոշում են կանչել ողջ հանրության կողմից բացասական ընկալվող մեկին, որն էլ գալիս է ու հաղթանակները փոշիացնելու քաղաքական գիծն է շարունակում, թե վատ են կարել, որ նացիստական Գերմանիային հաղթել ենք, Հիտլերի հաղթանակն էր մեզ ձեռնտու եւ այլն։ Սրանք, որ պարտությամբ ոգևորվում են, գիտենք, բայց փաստերի այս կարգի խեղաթյուրում անհնար է միայնակ անել, սա քաղաքական գիծ է, հենց այս ձևերով կասկած գցեցին, որ Ղարաբաղը մերը չէ, նախկիններն էին գրավել ու հանձնեցին, անկլավները մերը չէր ու հանձնում են, ցեղասպանությունը ասում են, եկեք հասկանանք իրական ցեղասպանություններ, թե չէ, ով էր մեղավոր, թուրքերն էլ ասում են սրանց ձեն տված, դե համաշխարհային պատերազմի ժամանակ էր ամեն ինչ իրար էր խառնվել, խառը զոհվել են էլի, մեզնից էլ ձեզնից էլ, հիմա էլ կասկածի տակ է դրվում հաղթանակի արժեքը մեծ հայրենականում։ Բոլոր ժողովուրդները համախմբվել են, հաղթել են ֆաշիստական ուժին, հիմա եկել է մի նիկոլական ու թեզեր է մեջտեղ բերում, թե երրորդ Ռեյխը ուզում էր անկախ ու միացյալ Հայաստան։